Կան ճանապարհներ, որոնք պարզապես անցնում են, եւ կան ճանապարհներ, որոնք դառնում են կյանք։ Լուսինե Ստեփանյանինը հենց այդպիսին է։ Հոգեֆիզիոլոգ, հոգեբան, գեշտալտ թերապևտ, գիտնական, դոցենտ, ղեկավար, մենթոր, բայց նախ եւ առաջ մարդ, ում համար ամենակարևոր հաջողությունը մեկն է, երբ մարդը գտնում է իրեն, հավատում իր ուժին եւ սկսում ապրել ամբողջությամբ։ Ամեն ինչ սկսվեց Երևանի պետական համալսարանից։ Այնտեղ ծնվեց հետազոտողը, մարդը, ով սկսեց հարցնել, ինչն է կոտրում մարդուն եւ ինչն է նրան ուժ տալիս։ Սթրես, հուզական այրում, ագրեսիա, բուլինգ, ներքին ռեսուրսներ, բարեկեցություն, ներգրավվածություն։ Թեմաներ, որոնք այսօր ավելի կարևոր են, քան երբևէ։ Դասախոսություններ Հայաստանի մի շարք բուհերում, ղեկավար պաշտոններ, ծրագրի ղեկավարից մինչև պրոռեկտոր, բայց գիտությունը, կրթությունը եւ մարդկանց հետ աշխատանքը ժամանակի ընթացքում միավորվեցին մեկ գաղափարի շուրջ։ Այդ գաղափարից ծնվեց Ակմե Վիտան, տարածք, որտեղ ֆիզիկական առողջությունը հանդիպում է հոգեկան հավասարակշռությանը, մտավոր զարգացումը նոր փորձառություններին, որտեղ գիտությունը հոգատարության դեմք ունի, եւ հետո հայկական հոգեֆիզիոլոգիական ընկերությունը, որովհետեւ գիտելիքը պետք է տարածվի, երիտասարդները աջակցություն ստանան։ Այս ամենի հետևում կին է, 3 որդիների մայր, դուստր, քույր, մարդ, ում համար ընտանիքը իմաստ է եւ արժեք, սերունդների կապը, ուժ, ընկերությունը, հավատարմություն եւ նվիրվածություն, այն ամենը, ինչ կառուցել է մեկ նպատակով, որպեսզի աշխարհն ավելի հասկացող, ավելի առողջ, ավելի մարդկային դառնա, եւ դա կմնա։